Բարև ձեզ իմ շատ սիրելի ժողովուրդ, մենք գտնվում ենք Բեթլեհեմի ծննդյան տաճարում, որը իհարկե այս մասը պատկանում է հայերին, որտեղ ծնվել է Հիսուս Քրիստոսը, եւ ես հիմա զրուցում եմ մեր հրաշալի երեց կնոջ հետ, որը հրաշալի մարդ, հրաշալի անձնավորություն եւ նաեւ ամեն ինչին գիտար։ Ո՞ւմ եմ ներկայացրել։ Մենք հիմա գտնվում ենք մեր հայկական տարածքում, որը որ դարերից եկած մեզ է պատկանում։ Մենք մեր Աստվածամոր խորանն է 3 անգամ մենք հայերս ունենք իրավունք սուրբ արարողություններ կատարելու։ Ամենագլխավոր արարողությունը կատարվում է այրի մեջ, ուր որ ծնվել է Հիսուս Քրիստոսը, գլխավոր խորանը։ Սա Աստվածամոր խորանն է, որտեղ որ կատարվում է կեսօրվա ժամերգությունը։ Իսկ ամեն առավոտ սուրբ պատարագը գլխավոր կատարվում է այրի մեջ, որտեղ որ ծնվել է Հիսուս Քրիստոսը։ Ամբողջ աշխարհից մեր հայերը այցելում են մեր սուրբ ծննդյան տաճար տեսնելու, օգտվելու համար մեր սուրբ ծննդյան տաճարում։ Օրհնությունը շատ մեծ է, սրբությունը նաև չափից ավել է եւ յուրաքանչյուր անգամ գալով այստեղ մոմ վառելով, անկեղծ ասած, ես մի այլ զգացում եմ ունենում, որ դա անպատմելի է, ինձ թվում է եւ բոլորի մոտ է, եւ փոխվում է մարդկանց բնավորությունը եւ մտածելակերպ, ավելի բարյանում են, ավելի հարազատ ենք դառնում մեկս մեկի։ Սիրելի ժողովուրդ, իսկ դուք այցելել եք։ Այս վայրը Հիսուսի ծննդավայրն է, այս խորանի վրա կատարվում են մեր բոլոր առավոտյան սուրբ պատարագները։ Իմ կարծիքով աշխարհի ամենազորեղ ու ամենաուժեղ էներգետիկայով վայրն է։ Նայեք, ու այս աստղի վրա գրված է լատիներեն տառերով, այստեղ ծնվել է Հիսուս Քրիստոսը։ Ծնվելուց հետո բարուրել են, դրել են մսուրի մեջ։ Այս մասը, այս վայրը ինքը մսուրն է։ Դու ես Քրիստոսն, որդի Եվ ժողովուրդն հայոցում թվանյալ սուրբ և պատմական խաչիվ կողնավորության հարգյա մեզ հերևեր և հանգերելու թշնամյաց արժանավորյա Իսկ երեցքին խնդրում եմ, ինչ դուռ է սա։ Այս դուռը Հեթուն թագավորի ժամանակ է արված 1227 թվականին։ Նայեք վերևի հայկական խաչերն ու արձանագրությունները հայկական տառերով։ Ինքը գրեթե 1000 տարի է։ Փայտը ինքը Լիվանսկի կեդր է կոչվում, Լիվանսկի կեդրը ինքը համարվում է երկարակյաց փայտը, որ եկեղեցում ամեն ինչը պատրաստված է այդ փայտից։ 1227 թվականից է այս դուռը, գրեթե 1000 տարի։ Սիրելի ժողովուրդ, պատկերացնում եք, ինչքան տարվա պատմություն եւ ինչ հետաքրքիր մնացել է մեր խաչերը եւ հայկական այոն։ Առաջին ու գլխավոր մուտքն է խոնարհության դարպաս է կոչվում, ինքը այսպես պստիկ է արված, փուչը որ ամեն մեկը ով որ մտնում է եկեղեցի խոնարհվելով մտնի, բայց առաջին մուտքը եկեղեցի առաջին դուռը եղել է բարձր, նայեք, այնձե բարձր է եղել 5-րդ դարում, 12-րդ դարում այս պստիկ արկան որ տենում եք, փոքրացվել է մուտքը, իսկ այս ամենափոքրը ստեղ եղել են կռիվներ են եղել, եկեղեցի մտել են
ձիերով, ուխտերով, դրա համար նաև արված է այսպես կուճը, որ ոչ մեկ առանց խոնարհվելու, առանց հարգանքի չմտնի եկեղեցի։